Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նաև ֆիքսենք պարոն Սուքիասյան այս հնագույն որմնանկարների վրա արված խզբզոցները, սա եւս ձեր նշած անուշադրության կամ անտերության հետևանք է։ Դե առաջին հերթին սա խոսում է այս խզբզոց անողների ցածր վարձատրություն ստանան եւ պետության հոգացության ներքո գտնվեն, պետությունը համարի սա ռազմավարական ուղղություն, սեփական ինքնությունը պահել, պահպանելու, փայփայելու քաղաքականության մասին է խոսքը, ու ես կարծում եմ, որ բոլոր առողջ ուժերը, անհատները, կազմակերպությունները, համքարությունները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները այս եւ նման օրինակ խնդիրների վերաբերյալ յուրաքանչյուր իր պարտքը պետք է համարի արտահայտվել, խոսել, դիրքորոշում ձևավորել եւ ձևավորել նաեւ գեներացնել հանրային ճնշում իշխանությունների վրա, որ առնվազն չանեն այն ինչ որ անում են եւ մի բան էլ անիվը ետ պտտեցնեն եւ անեն այն ինչը որ պետք է քաղաքին, ինչ որ պետք է պետությանը։ Եվ նաև որպես խոսքի ամփոփում այս մասով նաև որ դրա ավելի գիտական, կրթական, մանկավարժական կարևորություն այստեղ երեխաներ բերեք, ինչ-որ բան փորձեք պատմել Երևանի մասին, շատ դժվար կընկալեն, պատկերը բարենպաստ չի, այսինքն եթե երեխաները գալիս են այստեղ եւ տեսնում են անխնամ իրավիճակ, երեխայի պատկերացումները սեփական երկրի, սեփական մայրաքաղաքի մասին արդեն սկսվում է որոշակի թերահավատություն, աղճատվածություն, ասենք պայմանականություն, այնպես որ սա շատ այսպես ասենք ցցուն դրսևորումն է մեր իրականության անմխիթար շատ այսպես երանգների, բայց քանի որ քիչ առաջ երկրի թիվ 1 էքսցենտրիկը հայտարարել է, թե եկեղեցիները չուլանների են նմանվել, բան, գիտեք, հիմա սա էլ հոգևոր իշխանության ենթակայության տակ չի, թեպետ դա ինքնին դատապարտելի հայտարարություն է, դա աննորմալ երևույթ է, դա եկեղեցուց վտարվածի, նզովվածի, բանադրանքի ենթարկվածի, ինչ կուզեք ասեք, եկեղեցուց մերժվածի չարություն կար այդ ամեն ինչի մեջ։ Հիմա բայց նման էթնոմշակույթ կրող, ճակերտավոր իհարկե, նման հոգեբանական կառուցվածք ունեցող մարդուց ակնկալել, որ Էրեբունի ամրոցի հանդեպ կամ մեր պետականության այլ ատրիբուտների հանդեպ, մեր ծագման, մեր ազգային պատկանելության հանդեպ լինելու են սրտացավ, դա կարելի է համարել որոշակի նաիվ լավատեսություն, հետևաբար եւ այս եւ այլ խնդիրների գլոբալ լուծումը իշխանափոխությունն է, որի համար ամենաբարենպաստ առիթը լինելու են առաջիկա ընտրական գործընթացները եւ նաեւ այս ուղղությամբ մարդիկ թող տեսնեն, համոզվեն, որ իշխանությունները վարում են մեր ինքնությունը հերքելու, ժխտելու, բացառելու, մեր կապը դարերի հետ կտրելու, ինչ որ հիմար անհետ խոսույթներով մարդկանց զբաղեցնելու, կիսագրագետ լինելով մարդկանց կրթելու, մեկը լինի իրենց, ֆունդամենտալ գիտելիքներ տա։ Ահա այդ ընդհանուր այդ ճակերտավոր դիմակահանդեսի մեջ մենք կորուստների շեմին ենք կանած, բայց մենք լավատես ենք, որ մեր գենը, մեր տեսակը, մեր ժողովուրդը սուր ճգնաժամերից հետո անգամ վերածննդի եւ սեփական ժառանգությանը տեր կանգնելու վճռականություն կունենա։